Եղեռնից 110 տարի անց էլ առանց սարսուռի անհնար է քայլել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի սրահներով։ Մոռացումի քողը չի կարող ծածկել պատմական իրողությունը, շնորհիվ այն ականատեսների, որոնք արձանագրել ու սերունդների դատին են ներկայացրել ցեղասպանության դաժան տեսարանները։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում նոր ցուցադրություն է, փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով։ Դիվանագետներ, միսիոներներ, մարդասիրական գործիչներ, զինվորականներ, լրագրողներ, թարգմանիչներ, ուսուցիչներ եւ այլոք։ Ցուցադրությունը նվիրված է նրանց հիշատակին։ Մարդիկ, ովքեր բացառիկ բարոյական տոկունության եւ անսանսան հաստատակամության կրողներ էին։ Նրանք փաստագրեցին հայ ժողովրդի դեմ ուղղված ծրագրավորված ցեղասպանությունը, տեսնելով եւ արձանագրելով այն։ Երբ աշխարհը կույր ու խուլ էր, այս մարդիկ հասկանալով ցեղասպանության կանխամտածված լինելը, որոշեցին խոսել ճշմարտության մասին, այսպիսով փաստավավերագրելով ցեղասպանությունը։ Նրանց վկայությունները պարզապես արձանագրումներ չէին։ Դրանք հիշողության ոչնչացման դեմ ուղղված բարոյական դիմադրության գործողություններ էին։ Բրիտանացի գիտնական եւ քաղաքական գործիչ Ջեյմս Բրայսը եւ նշանավոր պատմաբան Արլոն Թոյնբին կազմեցին եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից հրատարակվեց հայերի վիճակն Օսմանյան կայսրությունում փաստաթղթերի ժողովածու։ Ավելի քան 7 տասնյակ ականատեսի վավերագրություններ, հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր ու ֆիլմեր։ Ականատես վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ։ Այստեղ կտեսնեք նաեւ բազմաթիվ միսիոներների, նրանց արված լուսանկարներ, նաեւ գրքեր, որոնք որ մեր ականատեսները գրել էին այն սաստափների մասին, ինչ որ տեսել էին։ Ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում գտնվող ականատեսների հավաքագրած նյութերն այսօր մեկ սրահում են ամփոփված։ Գիտահավաքչական գործունեության արդյունքում են, որտեղ Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցները, գիտաշխատողները պարբերաբար շրջում են արխիվներում, թանգարաններում հավաքչական աշխատանք են իրականացնում եւ սա այս նյութը, որ այսօր ներկայացված է այս ցուցադրության մեջ, տարիների հավաքչական աշխատանքի արդյունք է։ Դրանք ուրեմն ոչ միայն օրագրություններ են, վավերագրություններ են, այսինքն ուշագրություններ են, զեկուցագրեր են, դոկումենտալ նյութեր են, ֆոտովավերագրեր են, նաև ֆիլմեր են, որոնք այսպես անհերքելի վկայություններն են, ապացույցներն են այդ հանցագործության, հայոց ցեղասպանության։ Այստեղ կարող եք տեսնել Կարեն Եփեի ֆոտոալբոմը, որտեղ բազմաթիվ լուսանկարներ կան, որոնք ցույց են տալիս հայոց ցեղասպանությունը եւ դրա հետևանքները։ Ցուցանմուշների ընտրությունից մինչև դիզայներական յուրահատուկ լուծումներ, ցուցադրությունը տպավորող է բոլոր տեսանկյուններից։ Մենք փորձեցինք գտնենք այն էլեմենտը, այն գաղափարը, որ բոլոր ականատեսների դեպքում նույնն է լինելու։ Եվ թերևս աչքերը միակ բանն էր, որ բոլոր մարդիկ, ովքեր տեսել էին այդ ամեն ինչը, բոլորի դեպքում նույն թախիծներ կրելու։ Եվ այս գաղափարի շուրջ սկսեց կառուցվել կոնցեպտը։ Այս հատվածը BB հատվածն է, որտեղ որ վերևում տեսնում եք արդեն երկրագունդը եւ շուրջը աչքի շրջապատող մասն է։ Մոռացությունն աններելի է եւ այս ցուցադրությունն ասվածի ուղիղ արտացոլումն է։ Սա կարևոր է, որովհետեւ նաեւ ինչպես տեսնում ենք, կան տարբեր երկրների տեսմաններ ներկա, որոնց երկրներից ականատեսներ վկայել են ցեղասպանության մասին եւ արդեն կամ աջակցել են, օգնել են վերապրողներին։ Այդ բոլորը այն փաստերն են, որոնք մենք ունենք հայոց ցեղասպանության հետ կապված։ Սա փաստ է, սա ապացույց է, որ այն ինչի մասին մենք խոսում ենք, հայերը խոսում են, չի կատարվել միայն մեր կարծիքով։ Միայն այս մարդիկ չեն, էլի կան հազարավոր մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ վկայել են այս ոճրագործությունների մասին եւ չես կարող եւ Թուրքիան չի կարող մեկի բերանը փակել, լրացնել եւ այլն։ Հազարավոր վկայություններ կա, որոնք եւս մեկ անգամ ապացուցում են, որ այդ ոճրագործությունը դար առաջ եղել է եւ եթե մենք հիմա աչքներս փակենք այդ ամեն ինչի վրա, ուրեմն հետագայում եւս կշարունակվի։
Այստեղ ցուցադրվող հարյուրավոր վավերագրերը փաստարկներ են ցեղասպանության իրողության, ասել է, թե աչքերն ու ականջները փակելով ցեղասպանության փաստը չենք հերքի։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։